Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Դա նշանակում է, որ տաղավարում առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև։ Այսօրվա մեր զրույցը ես կուզեմ սկսենք Սիրիայում կատարվող իրադարձություններից, ինչու են կոտորում այնտեղ ալավիներին եւ ինչով է դա պայմանավորված, ինչու հիմա բռնկվեց այդ ջարդերի ալիքը։ Դե մենք տեսնում ենք այն, ինչը կլիներ Արցախում, եթե Արցախի ժողովուրդը դուրս չգար։ Որ ցանկացած մի առիթով մարդկանց մեջ մտնելու էին ջարդանային։ Ալևիները բացարձակ, ասենք, կապ չունեն այն ռազմական գործողության հետ, որը արել են բանակի նախկին սիրիական բանակի զինծառայողները ապստամբություն են արել, երբ որ իրանց փորձել են զինաթափեն, արդյունքում ըստ նուսրայիտների Սիրիայի այսօր իշխանության եկած իրանց հայտարարության 40 հոգի, հետո ասացին 70 հոգի մարդ սպանվել անվտանգության ուժերի ներկայացուցիչների։ Դա իհարկե ասենք կարար տեղի ունենար, կարար հեչը սուտ չլիներ, որ իրանք եկել էին այդ ուժային կառույցները այն մարդկանց զինաթափեին, ովքեր որ առաջներում կարիքը չունեին ջոկատներ պահելու, քանի որ իրանք կառավարական ուժերի մեջ են եղել եւ արդյունքում իրենց ընտանիքները պաշտպանված։ Իսկ հիմա Սիրիայի այս իրավիճակում ով ջոկատներ չունի, ինքը այսպես իրավիճակում է հայտնվում։ Ով չի հայտնվել նման իրավիճակում, նկատի ունեմ տղամարդկանց կոտորում են, կանանց ստրկության մեջ են, ասենք, վաճառում են, արդեն ռոլիկներ կան, որ ոնց կանանց, ասենք, շղթայված աուկցիոնով վաճառքա տեղի ունենում, մուշտարիները գալիս են դեմքերը բացում նայում են, ասենք, հետո գնագոյացում է տեղի ունենում։ Ով այդ օրը չի ընկնում, ով որ սունի, ասենք, բանա ու նախնական առիթը չկա իրանց, ասենք, կոտորելու, իրենք ջարդերի դեռ չեն ենթարկվում, հնարավոր է ենթարկվեն, եթե ինչ-ինչ պատճառներ լինի։ Շիաներն են, ասենք, այդ վիճակում հայտնվում, որոնք որ պետական կառույցներում, ուժային կառույցներում լավ ներկայացված են եղել, որոնք ներկայացված չեն եղել, ունեցել են ինքնապաշտպանական ջոկատներ, այդ բնակավայրերի վրա հարձակումներ դեռ չկա։ Դեռ հարձակումներ չկա ԻԳԻԼ-ի Դաիշի տարածքների վրա, դա Սիրիայի հարավ-արևելքում անապատային տարածքներում Դաիշը մի քանի, ասենք, ոչինչ մեծոց շրջանա ոնց որ տնօրինության տակ պահում, քրդերը չեն ենթարկվում նման, ասենք, տանջանքների ու կոտորածների եւ բռնաբարությունների, որովհետեւ ինքնապաշտպանվում են եւ ազգբանակ համակարգով կառուցել են Սիրիայի հյուսիս արևելքում Ռոժավա այդ ինքնավար, իսկ հնարավոր է նույնիսկ անկախ պետությունը, որտեվ ամեն ինչ դեպի դրա նայեցում ուզում են Սիրիան մասնատեն ոնց որ թե, որին անդիմանում է հիմա Թուրքիան, առաջ անդիմանում էր Իրանը եւ Ռուսաստանը, երբ որ իրանք Ասադի միջոցով կառավարում էին Սիրիայում, հիմա Ջեբխետ ան-Նուսրայի միջոցով կառավարում է Էրդողանը, թուրքերը անդիմանում են Սիրիայի մասնատվելուն։ Չեն ենթարկվում նման ջարդերի ու բռնաբարությունների դրուզները, ովքեր որ Սիրիայի հարավում են եւ էլի ինքնապաշտպանության ուժեր ունեն, բայց բացի դրանից գտնվում են Իսրայելի սահմանին մոտիկ եւ Իսրայելը ուզում է դրուզական տարածքներից կամ ինքնավար տարածք սարքի, համենայն դեպս բուֆեր լինի, որ իր եւ նուսրայիտների արանքում լինեն մարդիկ, ովքեր որ իրենց կյանքերով եւ զինված դիմադրությունով կապահովեն Իսրայելի սահմանների ձեռնամխելիությունը, ոնց որ ֆորպոստներ լինեն։
բնականա այդ մարդիկ դա կանեն իրենց կյանքը պաշտպանելու ավտոմատ է ստացվում, էլի շահերի, ոնց որ ասած համընկնում է դրուզների եւ Իսրայելի։ Միջայլոց դրուզները շատ հետաքրքիր ժողովուրդ են։ Լիբանանի դրուզները Լիբանանի կողմնակից են ու Հեզբոլլայի անդամներ կան դրուզներ։ Իսրայելի դրուզները Իսրայելի կողմնակից են եւ Իսրայելի զինված ուժերում ոչ հուդայական կրոնի ներկայացուցիչներ առաջինները իրանք են ընդունվել բանակ զինծառայող Իսրայելի Սիրիայի դրուզները Սիրիայի պետականությամբ դա այդ կրոնի այդ հավատքի բաննա սպეციფიკան է որ իրանք իրենց ներքին աշխարհով ապրում են բայց որ երկրում ծառայում են այդ երկրին հպատակվում են ամբողջությամբ ոնց որ բանա Աստծուն Աստծուն կայսրին էլի այս սկզբունքն է իրանց մոտ աշխատում Ալևիների տարածքը հիմնականում Լատակիայի այդ Խմեյմի այդ բանը ռազմաբազայում եւ բանում Տարտուսում հիմա ոնց որ թե ռուսական բազաներում հազարավոր փախստականներ կան պահկված որ ասենք օգնություն են խնդրել եւ Ջեփխեթան Նուսրայի գրոհայինները եւ Դեռ մի հատ հետաքրքիր նյուանս կա, էլի սրա մասին էլ եմ ուզում ասեմ խոսքս ընդհատելով, ուրեմն Սիրիայում շատ հետաքրքիր բան ա եղել։ Այն ինչ որ գլխան ծերևում էր, էլի որ ջարդը լինելու է, կոտորածը լինելու է, որովհետև բանը Ալևիների մասին լեգենդ էր հյուսվում, ոնց որ սրանից 110 տարի առաջ, 120 տարի առաջ հայերի մասով էր լեգենդ ֆռում, որ հայերը հարուստ են Ալևիները հարուստ են իրենք բան են պետության հետ թե բիզնեսի հետ լավ հարաբերություններ ունենալով կեղծարար աշխատասեր կապ չունի ինչ որ ձևով իրանք հարուստ են եւ այդ բանը նախանձ առաջացնելով հայերի նկատմամբ 110 տարի առաջ թուրքերը մեծ ջարդարարների ասենք զանգվածներ հավաքագրեցին թուրք էթնոսից չեչեններ, որոնք որ 19-րդ դարի երկրորդ կեսում տեղափոխվել էին այնտեղ ապրելու, քրդեր, գրեթե բոլոր աշիրետները, գրեթե բոլոր այդ բաներ ցեղախմբերը քրդական, հայկական ջարդերին մասնակցել են ու հիմնականում դա բացատրվում է, որ ռոպագանդա է գնացել տարիներով, որ հայերը հարուստ են եւ նախանձ առաջացնեն։ Նույնը հիմա Սիրիայում է տեղի ունեցել։ Ալևիները հարուստ են եւ հիմա տարբեր բաշի բուզուկներ, ասենք, եւ բանը Սիրիայում դե ծայրահեղ աղքատություն է, երևի ոչ պակաս քան Թուրքիայում ա եղել սրանից 110 տարի առաջ եւ տարբեր գյուղերից նույնիսկ խոսքի բանը ինձ հասանելի ինֆորմացիայում ուրեմն հայտնաբերել եմ մի քանի դեպք, երբ որ գյուղի առաջնորդները հավաքել են իրանց ջահելներին, ուղարկել են իշխանություններին օգնելու։ Իրականում այդ թալանին մասնակցելու հարուստ ալևիներին դե ոնց է տեղի ունենում, ոնց որ Թուրքիայում, դե թուրքական նախագիծ է այս։ Ջեփխեթան Նուսրան դա Թուրքիայի աճացրած իր կրծքով, ասենք, կրծքից կատ կերած մանուկ ա եղել, որը որ եղբայր մուսուլման բանը քաղաքական թևի ոնց որ ասած ուժային կառույցներից մեկն է, ոնց որ եղել է Համասը Իսրայելում իսկ բանը ամենաբարձր պաշտոն զբաղեցնող եղբայր մուսուլման դա Էրդողանն է եւ ինքը մեկը մյուսին հակասող նեոօսմանիզմի, ասենք, պանթուրանիզմի եւ պանիսլամիզմի իրար հակասող բաները առաջ տանում, կարողանում է ինչ-որ ձևով համադրել եւ իշխում է, ոնց որ ասած, նուսրայիտների գաղափարների մեջ թուրքական իդեաները։ То есть նույն ձեռագիրն է, абсолют նույն ձեռագիրն է, հիմա ալևիները եթե չկարողանան ինքնապաշտպանության ուժեր ձևավորեն, իրենց սպասում է սարսափելին, իրենք ոչնչացվելու են, կանայք ստրկության մեջ են լինելու, абսոլյուտ բոլոր տղամարդկանց գնդակահարելու են,
արդեն մասսայական սպանդեր ա եղել տղամարդկանց 16 տարեկանից բարձր, բայց հետո կլինեն 14 տարեկան կամ 13 տարեկան, հետո նորածիններին էլ կհասնեն, որովհետև արժեք իրանց համար որպես ստրուկ մենակ կինն է, տղամարդը արժեք չունի, տղամարդը կարա նույնիսկ խոչընդոտ առաջանա իրանց իշխանության համար։ Սիրիան սարսափելի վիճակում է ու այդ հիմնական բացատրությունը թե ալևիները այս օրում ինչի են հայտնվել, որ իրենք ինքնապաշտպանական ջոկատներ ժամանակին չեն ունեցել, ատամներ չունեն, որ կարողանան կծեն, կազմակերպված ատամներ չունեն, իսկ մյուսները այդ ատամները ունեն, որովհետև պետության հետ մի քիչ լարված են եղել։ Հիմա եթե Սիրիայից մի քիչ այս կողմ գանք, հա, իդեպ, ընդ հավանականա ոչ միայն ասենք թուրք-իրանական բախումներ, այլ նաև դաշնակցային բախումներ, Իսրայելի եւ Թուրքիայի մեջ կարան բախումներ տեղ ունենան, որոնք այտենց կատաստրոֆիկ չեն լինելու ոնց որ թուրք-իրանականները, բայց ամենայն դեպս իմը մի քիչ ավել աստեղ քոնա ավելի պակասա այդ բազարները կարան նաև բախումների բերեն, ասենք օթային բախումների բերեն, ինքնաթիռներով, ընդ հիշում եք, չէ, ասենք ռուսը եւ թուրքը իրար հետ Սիրիայի ոչ որ հատվածներ բաժանել էր, բայց վերևը, ասենք, գիտակցելով թե իրանք բանա գրեթե դաշնակից են, ռուսը արխային գնալով ինքնաթիռով իրան ուրիշ ինքնաթիռ, թուրքական ինքնաթիռ խոցեց։ Այդ նման իրավիճակներ կարան լինեն։ Ճիշտ է, Իսրայելը սաղ աշխարհին իր շուրջ շրջապատող թշնամաբար է վերաբերվում, Իրանը տենց անսպասելի չես բերի, ինքնախաբեությամբ չի զբաղվի այդ օդաչին իսրայելական, որ այնտեղ է հայտնվելու։ Բայց ամենայն դեպս բախումներ օդում կարան լինեն, կարան բախումներ լինեն, ասենք այն դեռևս անօրինական սահմանները, որ իրանք իրար մեջ կքաշեն, կլինեն, հնարավոր է լինեն, բայց այտենց գլոբալ չեն, ոնց որ թուրք-իրանական կամ իսրայելա-իրանական, ասենք, հակասությունները։ Իսկ եթե գանք արդեն Հայաստան-Ադրբեջան, այո, հակասություններին, որոնք կարող են նույնիսկ վերաճել պատերազմի, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ալիևը պատրաստվում է պատերազմի, եւ զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ միջազգային մի շարք լրատվամիջոցներ փակվում են Ադրբեջանում, ինչպես նաեւ Կարմիր խաչն է արդեն փակման վտանգի տակ։ Սա էլ կարծես թե այդ քարոզչական պատերազմի իրականացման մի մասն է։ Ինչ եք կարծում, հավանական է արդյոք նման սցենար ապագայում կամ մոտ ժամանակներս։ Ուրեմն ինչ է կատարվում։ Թուրքերը էքսպանսիոնիստ բանը իրենց չեն դադարել։ Դա երևում է ամենտեղ։ Նոր ինչ-որ պայմաններ, պայմանագրի մեջ ստորացնել պարտված Արցախի հանրապետության, ասենք, ղեկավարությանը, գնալ նույնիսկ այն քայլերի, որ միջազգային ճանաչված պացիֆիստին եւ գումանիստին Ռուբեն Վարդանյանին մեղադրել, չեմ ուզում կրկնեմ, խնդալս գալիս է, էլի օչխարներ։ Եթե նույնիսկ ասենք ինչ-որ մարդիկ իր հետ կապնվել են ու ինչ-որ առաջարկություններ են արել Արցախի պաշտպանության, այդ որ իրանք բանային դատարանում բանային անում, չի նշանակում, որ ինքը դրանք գնացել է, հակառակը կարող է ինքը սարսրել է այդ տակ գլուխները ու ոնց պարզվեց սխալ է արել, էլի, ճիշտ կլներ, որ ինքը այդ տակ գլուխներին, ասենք, չխանգարեր ամենակիչը, որպեսզի, ասենք, կարգին պաշտպանություն կազմակերպվեր եւ չլիներ այդ թե անպատիժ թուրքերի ներխուժումը Արցախ, թե բենզատարի պայթունի, ասենք, թե այդ հսկայական կորուստները, որ մենք ունեցանք, նաև հոգեբանական։ Լավ, ինչ է կատարվում այնտեղ։ Փակում են որոշակի կառույցներ, որոնք կարան քիչ թե շատ ճնշումներ գործադրեն։ Դա նախապատրաստության է պատերազմ, միանշանակ։ Որոշակի ճնշումներ է շատացել, ասենք, ազգային փոքրամասնությունների վրա։
առանց դրան շատ ուժեղ պրեսի տակ էին խոսքի մի տոննա մի սանտիմետրի վրա սեղմում էին լեզգիններին, թալիշներին, ավարներին մի քիչ դատարել են սեղմել, երևի ավարներին այնքան են սեղմել, որ ընդ համարյա կոտրել են խեղճերին, բայց լեզգիններին եւ թալիշների պրեսը մի քիչ ավելացել է։ Ցանկացած թալիշական մի հատ բառ են ասում, արդեն պատմություն է դառնում։ Ժուրնալիստներին բաց չեն թողում նույնիսկ այն մարդկանց, ովքեր որ Եվրոմիության մարդու իրավունքների պաշտպան դատարանները բան sense ինչ որ որոշումներ են ընդունել։ Դա խոսում է մենակ նրա մասին, որ Թուրքը նախապատրաստվում է, հիմա sense գանք մի քիչ հետ։ Հիշում եք 20 թվականից առաջ մի տարի շուտ մոտավորապես, կարող է մի քիչ թալիշների առաջնորդին Ռուսաստանից համոզված են, որ հսկայական զիջումների կամ հսկայական փողերի դիմաց, որովհետև թալիշների առաջնորդը շատ լուրջ կերպար էր, Ֆահրադին Աբբասզոդան, Ֆահրադին Աբբասովը, ուրեմն ինքը 93 թվականի ինքնավար Թալիշստանի պարլամենտի առաջնորդն էր։ Իրան ուրեմն ոչ մի անգամ ձեռքը զենքով անգամ նկար չունեն։ То есть այդ մարդը աբսոլյուտ հումանիտար մարդ, աբսոլյուտ։ Բայց իրան կարացան 2 օր թե 3 օր դատարանից առաջ Ռուսաստանում ինքը տասնյակ տարի ապրել էր եւ իմիգրացիոն դատարանը պետք է որոշում կայացներ խոսքի 30-ին, որ իրան քաղաքացիություն են տալի, թե շարունակվում է կացության իրավունքը, ինքը ուներ կացության իրավունք, չուներ քաղաքացիություն, դիմել էր քաղաքացիության։ Եվ 3 օր առաջ իրեն բերդում ուրեմն գալիս են ռուսական գաղտնի ծառայություններից մի քանի հոգի վեկալում, տանում նստեցնում են թուրքական օդանավը ու ճամփում են Բաքու։ 20 թվականի ակտիվ գործողություններից առաջ։ Իսկ ակտիվ գործողությունների ժամանակ գյոզերով սպանեցին։ Ոչ մեկ չնկատեց։ Մի ամբողջ ժողովրդի, ասենք, թեկուս հռչակ երկրի պարլամենտի ղեկավար։ Ձեռի հետ սպանեցին, ոչ մեկ չնկատեց։ 16 թվականից առաջ 16 թվականի ապրիլի դեպքերից մոտավորապես 1.5 թե մի ամիս առաջ լեզգիական առաջնորդ գեներալին մորթեցին։ Ինչքան հիշում եմ Դերբենտում, Ռուսաստանի տարածքում։ То есть ռուսական թուրքական ձեռքերը, ասենց որտեղ պետքա մտնում է փողի, ասենք աջակցությամբ, թուրքը ինչ շատ ունի փող ու այդ փողի աջակցությամբ կարող է բավականին լուրջ դիվիդենդներ ունենա իր կարծիքով, ասենք Վրաստանից ժուրնալիստ առնի տանի, Վրաստանից օպոզիցիոներ քաղաքական գործիչ Բաքվի ռեժիմին տանի եւ այտենց, ասենք, շարունակ։ Այդ 16 թվականին էլ այդ բանը ինքը ինչա փորձում անի, ինքը փորձում է իրեն չխանգարեն ոչ ներսից, ոչ դրսից ցանկացած ուժ, որը որ կարա խանգարի, ոչ թե օթային համբույրներ, բորբոքված զրույցներ, այլ խանգարի իրականում, ասենք, ոնց կարար խանգարեր իրականում լեզգիական առաջնորդը 16 թվականին։ 16 թվականին մի քանի գործիչներ հայտարարեցին, որ դա մեր պատերազմը չի, դա թուրքերի եւ Արցախի պատերազմն է։ Մենք չենք բանանում։ Եվ դա այտենց մեծ դեր չխաղաց։ Իսկ եթե դա հայտարարեր Սադվալ կազմակերպությունը, իր առաջնորդը սպանված չլիներ եւ տարակարծություններով իրար չբսկրտեին Սադվալի, ասենք, այդ նախագահության անդամները, մեծ շանս կա, որ լեզգիները այդ խուսափեին 16 թվականի մարտերին մասնակցելուց։ Նույն ձևով, եթե Աբբասզոդան դուրս գար եւ թուրքերի ասած 150 հազարանոց թալիշական ազգային փոքրամասնությանը, այն դեպքում, որ իրենք տարբեր հաշվարկներով միջև 2 միլիոն են բանում Բաքվի հանրապետությունում հելներ հայտարարեր, որ մենք չենք մասնակցում այս կառվին։ Այս սկզբից հիմա հայերի Արցախը հայաթափեն, հետո Թալիշստանը թալիշաթափեն։
եւ նմանատիպ զրույցներ աներ եւ կոչ աներ, իսկ ինքը բավականին լուրջ ավտորիտետ ուներ թալիշների մոտ, չէր բացառվում, որ ասենք պատերազմի ընթացքը մի քիչ ուրիշ ձև գնար։ Եվ չեզոքացնելով այդ բաները, ասենք դիմադրության օղակները, ինքը ոչնչացրեց թե լեզգիական առաջնորդին, թե թալիշական առաջնորդին։ Նույն ձևով Կարմիր խաչը կարա իրան խանգարի ներսում գազանություններ անի կամ պատերազմական իրավիճակում։ Հիշենք ինչով էր, ասենք, նաև բանա մոնղոլների առաջնորդ Չինգիզ խանը գրավում կողքի տարածքները։ Ինքը չի եղել պատմության մեջ մի դեպք, որ իր բանակը ավելի մեծ լինի, քան ասենք այն բանակները, ում վրա ինքը հարձակվում էր։ Հիմնականում պատմական բաների մեջ որ գրվում էր միլիոնավոր բանակներ, մոնղոլները դա սուտ ա եղել, որ պարտվողը միշտ փորձել է բան անի, ոնց որ մերոնք մեկ բան են անում։ Թուրքերը այսքանով հարձակման, այնքանով հարձակման, ախպեր, թուրքերը շատ կոնկրետ թիվ ունեին, ու այդ թիվը մենք կարում էինք կայնացնենք, ծեծենք եւ այլն եւ այլն։ Նույն ձևով ասենք, բանը մոնղոլները փոքրաթիվ հարձակվում էին, բայց այնտեղ պատմում էին հեքիաթներ։ Իսկ ինչի հաշվիներ ինքը կարողանում հանաներ։ Չգիտեմ, ինքը Սունձի կարդացել էր Տեմուչին Չինգիզ խանը, թե չէ, բայց Սունձինում ասված է, որ Սունձիի մեջ որ պիտի հաղթես նույնիսկ առանց պատերազմի հակառակորդին ստիպելով, որ ինքը պարտված իրենց գա։ Ու մի քիչ ուրիշ բառերով այդում վախացնելով եւ սարսափ էր տարածում նախորոք, ասենք Միջին Ասիաներ թափանցելուց մոնղոլ առաջնորդը ոչնչացրեց ամբողջությամբ Ուրգենչ քաղաքը, դա այն վաղտվո ամենախոշոր քաղաքներից մեկն էր կենտրոնական Ասիայի, նույնիսկ Պարսկաստանի եւ այլն, ու պարսկական աշխարհի, իրանական աշխարհի ամբողջությամբ քաղաքը հարթեց, մարդկանց ոչնչացրեց, նույնիսկ ստրկության չվերցրեց, որպես դիմադրող։ Հետո որ մյուսները հեշտ թաթիկներ բարձրացնեն, որ այդ օրը չընկնեն։ Նույն ձևով հիշում եք ինչ ռոլիկներ էին թուրքերը տարածում։ Անկամ չվախենալով, որ կհայտնվեն տարբեր դատարաններում, ոնց են մորթում։ Չհայտնվեցին հետո։ Չհայտնվան, հա։ Այդ անպատժելիությունը բերում անդրան, որ էլի այտենց մորթել կլինի։ Իսկ ի՞նչ է դրանով ինքը ստանում։ Ինքը վախ է ներշնչում։ Նույնը դայիշներ անում, ինքը վախ է ներշնչում ու հաղթում էր դեռ մարտի դաշտ դուրս գալով, դեռ քեզ վրա չկրակելով։ Հիմա մեր խնդիրը ոչ թե ասենք վախենալն է, աման մորթեց, բռնենք, սատկացնենք դատարանով կախարան, եթե ասենք այտենց լինի, ու իրանք արդեն երկեն ինձ տանում են կախարան երկը։ Չես կարողանում այդ աստիճան լուրջ հարված հասցնես։ Գոնե շնից կարում ես, ասենք, հելնես զաբորի վրա կանես, փեդով խփես, որ չթռնի։ Դες երկիր ամրոց դարձրա, այդ զաբորի վրա էլ կանի, ու այդ հարցակվող կատաղաչանին փեդով խփի։ Պիտի չվախենանք, այլ զգուշանանք նման անասնական պահվածքից, այդ անասնական պահվածքը չպետք է մեզ բերի դրան, որ մեր մեջ մտնի անասնական վախ։ Հակառակը, պետք է հասկանանք, ում հետ գործ ունենք։ Պետք է հասկանանք, ում հետ գործ ունենք եւ ամենակիչը սկսենք միանալ։ Ամենակիչը։ Պետք է դադարենք իրար ոտից կծել։ Կատաղած շան պես։ Շնորհակալ եմ պարոն Վարդանով զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին էլ հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։